Բարև ձեզ, եթերում անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է։ Այսօրվա մեր տեսանյութերը սպորտում ունեցած մեր հաջողությունների և առողջ ապրելակերպի մասին են։ Մինչ հիմնական տեսանյութերին անցնելը ներկայացնենք նախորդ օրերին տեղի ունեցած երիտասարդական և մշակութային նորությունները։ Օրեր առաջ Սարգիս Տխրունի ուսանողական երիտասարդական միությունը Սումգայիթի ջարդերին նվիրված երթ էր կազմակերպել։ Երիտասարդները Երևանի պետական համալսարանի բակից շարժվեցին դեպի Եվրամիության գրասենյակ, ապա Բրիտանական դեսպանատուն։ Նրանք դատապարտում էին չարագործությունը և պահանջում այն փաստել որպես ցեղասպանություն։ Ցավոք, ինքնին կարևոր նախաձեռնությունը երիտասարդները համապատասխան պատասխանատվությամբ չիրականացրեցին։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որ գործում է ավելի քան 1 դար, ոչ միայն մասնաճյուղեր, այլ նաև երիտասարդական կառույցներ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Երիտասարդներն այստեղ բարեգործական միության ծրագրի պես ծրագրեր են իրականացնում, գումարներ են հայթայթում, սոցիալական և բարեգործական միջոցառումներ կազմակերպում։ Նախորդ տարեվերջին երիտասարդ արհեստավարժների հերթական խումբը ձևավորվել է Հայաստանում։ Օրերս հանդիպում և ուրախ հավաք էր կազմակերպվել երևանյան խմբի անդամների և այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են շարունակել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործը։ Օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ Արևիկ Թունյանի կերամիկական և ավագ սերնդի ներկայացուցիչ Նինա Քոչարյանի ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։ Երկու ստեղծագործողներն էլ գույների և ձևերի համաչափ ընտրությամբ աշխարհ և աշխարհընկալում էին ներկայացրել և յուրօրինակ կերպով համադրել երկու սերունդների հայացքները։ Իմացիր, որպեսզի կարողանաս շարունակել ապրել։ Սովորիր, որպեսզի կարողանաս գործել և խոսիր, որպեսզի զարգացման հնարավորություն տաս։ Սա էր հայ և վրացի մի շարք երիտասարդների հիմնական նպատակը։ Ծաղկաձորում նրանք քննարկում էին այս արդյունքին հասնելու իրենց տարբերակները։ Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրախորհրդի շրջակա միջավայրով զբաղվող տնօրինության կողմից, իսկ իրականացնողը երիտասարդական ակումբների դաշնությունն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն էին։ Գաղափարը այսպիսին է, որ Հայաստանի և Վրաստանի երիտասարդները, որոնք կամ գալիս են այն կազմակերպություններից, որոնք անմիջականորեն զբաղվում են շրջակա միջավայրով եւ անմիջականորեն զբաղվում են կայուն մարդկային զարգացմամբ, կամ կազմակերպություններ, ովքեր զբաղվում են քարոզարշավներով, ում հետաքրքիր է որևէ բան անել, այսինքն քաղաքացիական ակտիվությունը տարբեր իր ձևերում։ Ունեցանք մոտ 70 դիմում, որից ընդամենը կարող էինք ընտրել 30-ը, հավաքվեց այսպես մեծ թիմ և Վրաստանից և Հայաստանից, և 4 օրվա ընթացքում մենք առաջարկում ենք իրենց 2 բաժնից իրականացվող ծրագիր։ Առաջին մասում երիտասարդները քննարկեցին վերջին տարիներին իրենց շրջապատում տեղի ունեցած փոփոխությունները, այն տարբերակները, որոնց միջոցով հնարավոր է կանխել բացասական գործընթացները և զարկ տալ կայուն զարգացմանը տարբեր ոլորտներում։ Ծրագրի երկրորդ հատվածը փոքր խնդիրներ լուծող քարոզարշավներն էին։ Մասնակիցները հավաստիացնում էին, որ այս հավաքը հետագա համագործակցության առիթ դարձավ։ Собираемся делать, может быть, совместные проекты с этой организацией в будущем. И, наверное, скорее всего, будет на тему устойчивого развития общества, гражданского общества. В основном молодежь. Как в Грузии, так и в Армении. Ծրագրի խնդիրներից մեկն էլ այն էր, որ երիտասարդները հասկացան, որ իրենց շուրջը կատարվող ամեն մի փոփոխության համար իրենք են պատասխանատու և կարող են ազդել ընդունվող որոշումների վրա։ Մեր երիտասարդ հոկեիստները Թուրքիայում կայացած առաջնության հաղթանակը նվիրում են աղջիկներին և կանանց։ Մոտ 10 տարի է, ինչ հայ հոկեիստների ավագ սերնդի ներկայացուցիչները ստեղծել են Տափողակով հոկեյի ֆեդերացիան։ Ազգային հավաքականի գոյության մասին այսօր Հայաստանում քչերը գիտեն։ 80-ական թվականներին Հայաստանի 5 քաղաքներում՝ Վանաձորում, Հրազդանում, Գյումրիում, Վարդենիսում և Երևանում ունեցել ենք հոկեյի հավաքականներ։ Այսօր նրանցից պահպանվել են միայն 3-ը՝ Երևանի, Գյումրիի և Վարդենիսի խմբերը, որոնց միջև էլ հանրապետական առաջնություններ են անցկացվում։
Սառույցին կանգնելն այնքան էլ հեշտ չէ, սակայն տղաները հավաստիացնում են, որ շատ կաշխատեն եւ ավելի մեծ հաջողությունների կհասնեն։ Առաջին քայլն արդեն արված է։ Այս տարին մեր ազգային հավաքականի համար բարեհաջող սկսվեց։ Մեկ ամիս առաջ Անկարայում անցկացվեց տափողակով հոկեյի C խմբի մինչև 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնություն։ Մրցաշարին մասնակցում էին Նոր Զելանդիայի, Բուլղարիայի, Բելգիայի, Չինաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականները։ Առաջնությունը անցավ շատ հետաքրքիր եւ լարված պայքարում։ Առաջնային նպատակը մեր մոտ դրված էր, որպեսզի ինչ գնով էլ լինի հասնենք հաջողությամբ թուրքերի նկատմամբ։ 9-5 հաշվով հաղթելով Բուլղարիայի եւ 4-2 հաշվով Թուրքիայի հավաքականներին, հայերն աշխարհի առաջնությունում գրավեցին 4-րդ տեղը։ Խաղում հաջողություն ունեցավ մեր հավաքականի ներկայացուցիչ Լևոն Խաչատրյանը, որ թեև բոլոր մասնակիցներից ամենափոքրն էր, առաջին խաղում 1 գեղեցիկ գոլի եւ 1 արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Սկզբից որ մտա խաղադաշտ, ամենաառաջին 3 րոպեն չէի կարող իմ մեջ հաղթարայի այդ ճնշված ինչ-որ մի զգացում կար, բայց ընթացքում տենց բացվեց այդ զգացումը իմ մոտից վերացավ, կարողացա հաղթարել այդ ճնշումը, որ փոքր եմ, բոլորը ինձնից տարիքով մեծ են։ Արդյունքը եղավ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ։ Դժվար էր գոլը խփելը, ուղղակի չգիտեմ, այդ բանին ստացվեց։ Ձգտումը շատ էր, երևի դրա համար ավելի շատ ստացվեց։ Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցումների մասնակցում է 2004 թվականից։ Մեր տղաները դեռևս խաղում են C խմբում, որտեղ ընդգրկված են այն երկրներն, ուր հոկեյը նոր է զարգանում։ 2005 թվականին կրկին Անկարայում կազմակերպված առաջնությանը մեր ներկայացուցիչներից Հարություն Բալոյանը ճանաչվեց C խմբի աշխարհի լավագույն դարպասապահ։ Հոկեյը որպես սպորտաձև շատ թանկ հաճույք է եւ առանց հովանավորի չի կարող մեծ զարգացում եւ ճանաչում ձեռք բերել։ Գումարներ են հարկավոր սահադաշտի հանդերձանքի համար։ Այսօր այդ խնդրի առջև է կանգնած նոր ձևավորվող փոքրահասակների խումբը։ Երիտասարդների կողմից պահանջարկը այսօր զգացվում է նմանավանդ հաղթանակներից հետո շատ է զգացվում, սենց նայելով այս սպորտաձևը մի ուրիշ տեսք է թողնում, բայց երբ որ գալիս մասնակցում են պարապմունքներին, սահում են, մի անգամ պարապմունք են անցկացնում, սա ազարտ է, արդեն ոնց որ ասած էլ չեն կարում թողնել։ Նոր հաջողությունները հույս են ներշնչում, որ չնայած հոկեյի զարգացման համար առկա խնդիրների, մեր տղաները կարողանում են դրանք հաղթահարել եւ առաջ գնալ։ Ինչպես ապրել, որ գոհ լինես ինքդ քեզնից։ Հավատաս, որ դժվարությունները հաղթահարելի են եւ լիարժեք ուրախանաս ամեն մի հաջողությամբ։ Տարբեր ժամանակների մտածողներ եւ փիլիսոփաներ այս հարցին պատասխան են փնտրել։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրը համենայն դեպս ոչ ոք չի անտեսել։ Ուսանողի օրը պարզ ու հստակ է ցանկացածի համար, նույնիսկ այն մարդկանց, ով կյանքում ուսանողական նստարանին չեն նստել, սակայն բազմիցս են լսել ընկերների գերլարվածության ու անքուն գիշերների մասին։ Եթե սրան էլ գումարվում է աշխատանքը, սոված ու անկանոն ռեժիմը, երիտասարդների խնդիրների շարքը բավական երկար է ձգվում։ Առողջ ապրելակերպի խնդիրներով զբաղվողները հավաստիացնում են, որ յուրաքանչյուր մարդ անկախ տարիքից ու զբաղմունքից կարող է ճիշտ կենսաձև վարել, սակայն որոնք են առողջ ապրելու հիմնական գործիքները։ Հարցը մեկն է, պատասխանները բազմազան։ Երջանիկ ապրելու համար պետք են մի շարք կարևորագույն հատկություններ, այսինքն ճկունություն, բավականին լուրջ ստրեսադիմացկուն այս կյանքի դժվար պայմաններում, ուրեմն համարձակություն, տոկունություն, շփման մեջ իրավասություն, կոմպետենտություն շփման մեջ։ Երիտասարդների համար կարևոր է արթնանալ առավոտյան շուտ, որովհետև օրգանիզմը ապրում է համապատասխան բիորիթմերով եւ արթնանալուց հետո անմիջապես ֆիզիկական ակտիվությունը երիտասարդների մոտ կարևոր է։ Այսօր շատերս չենք հետևում ճիշտ կենսաձևի կանոններին։ Օրգանիզմի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից մեկը սխալ սննդակարգն է։ Մի բան, որ շատ հատուկ է երիտասարդներից։ Դե ուսանողի առն երևի պատկերացնում եք կոնկրետ սնվելու վերաբերել կարող է շատ ամբողջ օրը դրսում ես ու ոչ մի բան չուտես, հետո ոչ ինչ-որ ֆինանսական պրոբլեմա ընդհանրապես ուսանողի առօրյա ինչ-որ մասն է էլի կազմում։ Ես չեմ հավատա այն ուսանողին, որ ինքը կասի, այո, ես հետևում եմ բոլոր ռեժիմներին, թե սպորտալիչ գնալու, թե նորմալ սնվելու։
չէի ասի, որ ճիշտ ենք սնվում, քանի որ բոլոր ուսանողներն երևի դրսում են սնվում առավոտյան, հետո գնում ենք ցերեկը եւ երեկոյան։ Իրականում առողջ լինելու համար պետք չէ շատ սնվել։ Առողջարարը քիչ, բայց ճիշտ ուտելն է։ Առավոտյան մինչև ժամի 10-ը արդեն պետք է նախաճաշը լինի, քանի որ լեղապարկը պետք է դատարկվի եւ դրանից հետո պարզա աղեստամոքսային ֆունկցիան չի խախտվի, չի խանգարվի եւ ոչ միայն երիտասարդը, մարդիկ արդեն կարող են բավականի իրանց առողջ զգալ։ Ցավոք այսօր շատ երիտասարդներ օրվա մեծ մասը դրսում անցկացնելու պատճառով փողոցում վաճառվող սննդից են օգտվում, որը ոչ միշտ է օգտակար կամ որ ավելի կարևոր է անվտանգ լինում։ Ուրեմն պատահական փողոցում ընդունած սնունդը ոչ մի օգուտ չի բերում, միայն քաղցն է ընդհատում, կարող է հաճախ ընդունելու ժամանակ նույնիսկ ձեռք բերել քրոնիկական հիվանդություններ, որպես գաստրիտ, կոլիտներ։ Իսկ երեկոյան ուշ ժամի ընդունածը արդեն կարող է բերի գերության։ Առողջ կենսաձև վարելու հաջորդ բաղադրիչը ֆիզիկապես ամուր եւ պատրաստված լինելն է։ Մի բան, որ երիտասարդներս նույնպես անտեսում ենք։ Ֆիզիկական վարժություններ հիմա չէ, ամռանը վազում եմ։ Բայց հիմա դե ցուրտ է, համել շուտ ենք արթնանում դրա համար։ Ամեն օր համարյա ես մարզանք եմ ամ, եթե ստացվում է, եթե ժամանակ լինում է, չփչունի, որովհետև ժամանակ շատ քիչ եմ ունենում ընդհանրապես։ Հիմա արդեն ստիպված ենք 7:30 արթնանալ առավոտյան, որ հասնենք դասի գանք, տրանսպորտի խնդիրներ եւ այլն։ Իսկ նենց ֆիզիկական վարժությունների համար այլ մի ժամ պետք է, ավելի լավ է մի քիչ ավել քնես։ Այնինչ մասնագետները պնդում են, որ շաբաթվա ընթացքում 3 օր նորմալ եւ ճիշտ մարզվելու դեպքում առողջ ու առույգ կլինենք։ Այսօրվա երիտասարդների մասին ես կարող եմ միայն ափսոսանքով խոսալ, մեզ մոտ սպորտը ընդհանրապես տեղ չեն տվել ընդհանրապես սպորտին, մեր երիտասարդները։ Ես չգիտեմ պատճառը ինչն է։ Մասնագետները հավաստիացնում են, որ անգամ չափավոր ֆիզիկական ակտիվ վիճակը կարող է հսկայական օգուտ բերել օրգանիզմին։ Դրա համար կարելի է զբոսնել, խաղալ, պարել։ Ինչ խոսք, բոլոր հիվանդությունները, այդ խնդիրները մարդկանց, ովքեր ունեն կապված օստեոխոնդրոզի, ողնաշարային խնդիրների, սիրտ-անոթային համակարգերի, դրանք բոլորն էլ չմարզվելու հետևանքներ են։ Ուսանողների համար մտավոր գերլարվածությունը պետք է թոթափել միայն ֆիզիկական ակտիվությունով։ Ամենալավ ու բարի խորհուրդը կլինի դա զբաղվել պարով։ Դա եթե պարով էլ չզբաղվեն, հանգիստ կարող են տանը միացնել երաժշտությունը եւ մի կես ժամ պարել։ Կանոնավոր ֆիզիկական վարժությամբ զբաղվելու փորձը ցույց է տվել դրա անմիջական ազդեցությունը՝ լավ զգացողություն, մարմնի գեղեցկություն, ինչու՞ չէ նաև բարձր աշխատունակություն։ Պետք է կարողանալ հասկանալ, որ միայն խնդրեմ լինելու դեպքում չէ, որ պետք է դիմեն սպորտին, այլ պետք է լինի առողջ մտածելակերպ, առողջ հոգի, առողջ մարմին, չէ որ դրանք բոլոր իրար հետ կապված են։ Եվ յուրաքանչյուր մարդու մեջ պետք է դա հենց մանկուց լինի, մանկուց դաստիարակվի։ Սպորտը իմ կյանքում ամենակարևոր եւ առաջնային նշանակություն ունի, առանց որի ես ուղղակի ինձ չեմ պատկերացնում։ Եվ քանի որ շատ սիրում եմ, բալիկիս հետ եկել եմ, օրինակ եմ ծառայում, որպեսզի շուտով 1 տարի հետո երեխաս նույնպես հաճախի այստեղ։ Ամենաառաջինը դա առողջությունն է, որ ես շատ գնահատում եմ։ Երկրորդը բուռն աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվելու մեծ հնարավորություն է տալիս։ Ինչու՞ չէ նաև գեղեցկություն։ Սպորտը ոչ միայն տալիս է ուժ, այլ նաև հոգեպես առողջություն է, ոչ միայն ֆիզիկապես, մարմնով, այլ նաև հոգեպես։ Խոսելով առողջ ապրելակերպի մասին, հաճախ նկատի ենք ունենում զուտ ֆիզիկական առողջությունը, անտեսելով խնդրի հոգեբանական գործոնը։ Շատերը չեն ծխում, չեն խմում, այսինքն վարում են մեր կողմից այդ նշված առողջ ապրելակերպ, բայց ունենալով հոգեբանական լուրջ խնդիրներ, ներքին կոնֆլիկտներ, ներքին հակասություններ, վատ հոգեբանական հարմարվականություն, ոչ ճկունություն, անվստահություն եւ այլն։ Այսինքն ունենալով առողջ մարմին, իրանք շատ դժբախտ մարդիկ են։ Շատերը կողքից որ նայես, գրեթե ամեն ինչ ունեն երջանիկ ապրելու համար, բայց իրենց համարում են չափազանց դժբախտ մարդիկ։ Այսինքն նայեք, ինչ է ստացվում, որ առաջի պլանում գալիս է եւ այդ հոգեկան աշխարհի կարեւորությունը,
Փիլիսոփա Սոկրատեսն ասում էր. հնարավոր չէ բուժել աչքը անտեսելով գլուխը, բուժել գլուխը անտեսելով մարմինը եւ բուժել մարմինը անտեսելով հոգին։ Սա վկայում է այն մասին, որ դարեր առաջ մտածողները կարևորել են հոգու եւ մարմնի ներդաշնակ առողջությունը։ Երիտասարդներից հատուկ է ավելիին հասնելու ձգտումը, եղածով չբավարարվելը։ Աշխատանքում եւս փորձում ենք առաջ գնալ։ Այսօր աշխատանք փնտրում են շատերը, ինտերնետում աշխատանքի լավ առաջարկներ կան։ Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի առաջարկներ վերցված 3w.armeniadiaspora.com եւ 3w.careercenter.am ինտերնետային կայքերից։ Սկզբում խոսենք 3w.armeniadiaspora.com կայքում տեղակայված աշխատանքի առաջարկների մասին։ Այստեղից ընտրել ենք ծրագրային ապահովման մասնագետի եւ մթերողի աշխատանքի առաջարկները։ Ծրագրային ապահովման մասնագետի աշխատանքի առաջարկում Սինոպսիս կազմակերպությունը։ Այս աշխատանքին անցնելու համար դիմորդները պետք է ծրագրավորման բնագավառում մագիստրոսի կոչում, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունենան եւ փայլուն տիրապետեն անգլերեն լեզվին։ Աշխատանքի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք 3w.armeniadiaspora.com կայքի ընթացիկ աշխատանքի առաջարկների բաժինը։ Իսկ դիմումներն ուղարկեք Entroyan Shnik Synopsis.com էլեկտրոնային հասցեով մինչև մարտի 31-ը։ Մթերողի աշխատանքի առաջարկում MCA գծիկ Հայաստան կազմակերպությունը։ Տնտեսագիտության, իրավագիտության, բիզնես կառավարման բնագավառում բարձրագույն կրթությունը, միջազգային կազմակերպությունների հետ 7 տարվա աշխատանքային փորձը, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր են։ Աշխատանքի համար հայերեն եւ անգլերեն դիմումների մասին կարող եք տեղեկանալ այցելելով 3w.armeniadiaspora.com կամ MCA գծիկ Հայաստան կազմակերպության կայքը, որն է 3w.mca.am։ 3w.careercenter.am կայքից ընտրել են գլխավոր հաշվապահի եւ մարքեթինգի մասնագետի թափուր աշխատատեղերի հայտարարությունները։ Arch Business կազմակերպությունը գլխավոր հաշվապահ է փնտրում։ Բարձրագույն կրթությամբ 3-ից 5 տարվա աշխատանքային փորձով, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացությամբ։ Բացատրական նամակ, համառոտ կենսագրական եւ 2 երաշխավորողների կոորդինատներ պարունակող ռուսերեն կամ անգլերեն դիմումները կարող եք ուղարկել hr@arch.am էլեկտրոնային հասցեով մինչև մարտի 14-ը։ Վալենսիա JV կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բիզնես կառավարման կամ տնտեսագիտության բնագավառում բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացությամբ մարքեթինգի մասնագետների։ Աշխատանքի գրավիչ առաջարկներ կարդալիս գրեթե միշտ հանդիպում ենք։ Պահանջվում են բարձրագույն կրթությամբ, լեզուների իմացությամբ, աշխատանքային փորձով մասնագետներ։ Ու եթե այս պահանջները դիմորդին չեն վախեցնում, ուրեմն այսօր արդեն ավելի ու ավելի հաճախ կարող ենք ասել, որ համալսարանական անքուն գիշերները ցածր աշխատավարձով նախկին աշխատանքներն իզուր չեն անցել։ Առաջիկա օրերին երիտասարդական դաշտում հետաքրքիր միջոցառումներ են տեղի ունենալու, որոնց կարող եք մասնակցել եւ դուք։ Եղիշե Չարենցի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել Հայաստանի Գրողների միությունը, Չարենցի տուն-թանգարանն ու Երևանի պետական համալսարանը։ Մարտի 13-ին Չարենցի հուշահամալիրի մոտ ցերեկույթ կանցկացվի նվիրված մեծ գրողին։ Ելույթներով հանդես կգան մտավորականներ, բուհի բանասիրության եւ ժուրնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը մարտի 17-ին նշում է գործունեության 74-ամյակը։ Կազմակերպված մշակութային միջոցառմանը շնորհավորանքի եւ արվածն ամփոփելու խոսքեր կլինեն։ Երիտասարդ գեղեցկուհիներին մրցույթի է հրավիրում ապագա հասարակական կազմակերպությունը։ Miss Photo Garun 2007 խորագիրը կրող մրցույթը տեղի կունենա մարտի 15-ից 30-ը։ Մասնակիցների լուսանկարները կփակցվեն Երևանի հասարակական վայրերում, քաղաքացիները SMS քվեարկությամբ կընտրեն լավագույններին, իսկ հունիսին կկայանա մրցանակաբաշխությունը։ Այս անգամ մենք դուք նրանք երիտասարդական շաբաթաթերթում ընթերցեք հարցազրույց հայ արիական միաբանության երիտասարդական կազմակերպության ղեկավար Էդգար Հելհելյանի հետ, ով խոսում է հանրապետության բուհերի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին։ Քաղաքական դաշտի երիտասարդացման անհրաժեշտության մասին իր տեսակետն է ներկայացնում Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանը։ Այս մասին եւս երիտասարդական մենք դուք նրանքի այս համարում։ Վերջ, ավարտվեց անկախության սերունդ հաղորդաշարի եւս մեկ թողարկում։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է անկախության սերունդ @armeniacenter.am։ Այստեղ կարող եք հաղորդաշարի վերաբերյալ ձեր առաջարկները ներկայացնել։ Ձեզ հետ Շուշան Հովանեսյանն էր, կհանդիպենք 2 շաբաթից։